Արդեն տևական ժամանակ է, որ քաղաքացիական պայմանագիրը ամբողջ հանրապետության տարածքում ներկուսակցական քարոզարշավ է անում։ Դրա ընթացքում զրուցում քաղաքացիների հետ իր պատկերացրած իրական Հայաստանի տարածքով բրոշներ նվիրում նրանց։ Ներկուսակցական քարոզարշավի ընթացքում ԿՊ-ն լսում է մարդկանց խնդիրները, երբեմն էլ փորձում է լուծում տալ դրանց։ Ինչա պետք է։ Մարտի 28-ին հերթը Երևանինն էր։ Քաղաքացիներից մեկը Մաշտոցի պողոտայում մոտեցավ Նիկոլ Փաշինյանին եւ իր խնդիրը ներկայացրեց։ Մի բան խնդրենք, էլի պարոն Փաշինյան, այս ավտոբուսի մեզ գից են տրել, ուղղակի մենք ստեղից տաքսով վարորդներս ուզում ենք 2 կոպեկ գումար աշխատելու միջոց։ Ինչն է խնդրեմը։ Սա ավտոբուսի գից են մեզ հատկացրել, պրոստը չի կարելի կա։ Ուղղակի խնդրենք։ Ոնց հատկացրել։ Սա ավտոբուսի գիծը, իրավունք։ Հիմա իրավունք չունեք առանց իրավունքի հետ կանգնել։ Հա, մի հատ տաքս ուզնակ, եթե կարելի աստոն դնենք 2 մեքենայի համար, էլի, եթե խնդրանք, էլի։ Բայց 2 մեքենայի, հատկապես ձեր մեքենայի համար, թե ով որ տաքսին ուզենա կանգնել։ Որ տաքսին կուղղակի մենք ստե եկա։ Ավտոբուսի գծի զուգահեռ մի հատ է տաքսուկի ցեկուցան։ Հա, այստեղ մի հատ մեզ նշան ուղղակի տան 2 մեքենայի համար։ Հիմա սենց կանգնելու համար դու գանում են ձեզ։ Բա ոնց է կանում։ Դե ինչ անենք ստիպված հացի փող։ Հացի փող եկել է աշխատում։ Օրը մի անգամ պրոֆիլակտիկ դու գանում են, հա։ Հա, ուղղակի խնդրանքի կարգով էլի որպես Նայեք, եթե հնարավոր է։ Անցել է շուրջ 1 ամիս, բայց խնդիրը լուծում չի ստացել։ Վարորդները դիմել են Մեդիա Հաբին եւ ասում են, նախկինում այդ հատվածում տեղադրված է եղել տաքսո ցուցանակ, ինչը վերջերս է հեռացվել այդտեղից։ Ու մինչև առեսօր մեր խնդրանքը ոչ մի բան չի կատարվում։ Մենք ուրիշ բան չենք ուզում։ Ղեկավարությանից կառավարություն ուղղակի խնդրում ենք, որ ստե տաքսոս նա կդրվի նշանը։ Մենք մի հատ հացի փող ենք աշխատում, որ ոչ մեկին էլ չենք հանգարում, ուրիշ բան չենք ուզում։ Եթե պարոն Փաշինյանի խոսքը անտեսում են կառավարությունը, ուրեմն կարող ենք այստեղից գնանք, թողենք գնանք։ Էլ ինչ անենք ստե։ Բարեկները մեզի անընդհատ տուգանում են։ Այսօր օրինակ մեր ընկերոջը 5000 դրամ տուգանել են։ Իսկ ստեղ առաջում տաքսու նշաներ եղել, տաքսու նշանը հանեցին, հիմա ոչ մի բան չկա։ Մենք օրինակ ավտոբուսի չենք խանգարում, կանգառը ներքևն է, մենք վերևն ենք կանգնում։ 10 մետր ներքևն է կանգառը։ Մենք այս կողմը անկյունի վրա կանգնում ենք ուղղակի։ Մենք իրան չենք խանգարում։ Պետք է մենք հացի փող ենք աշխատում ընդամենը, մենք գումար շատ չենք կարող աշխատել, որտեղ ամբողջ քաղաքը տաքսիները շատ են, շատ քիչ աշխատում են ու գնում են։ Վարորդները դեռ հույսով սպասում են, որ իրենց խնդիրը լուծում կստանա, իրենք չեն տուգանվի եւ գումար կաշխատեն։